ընդհանուր գործին օգուտ տալ, լավ կլինի որպես բան բոլորը։ Ջանյան, մի հարց էլ տամ, տեսեք տարբեր փուլեր են եղել։ Ստորագրություններն էին պակասում, ասում էիք ստորագրությունները հենց տան անելու ենք իմպիչմենտը։ Հիմա նորից նոր օրակարգ եք բերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետականը առանձին միայնակ դուրս գալու է, Մի քանի անգամ ասացի։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նեղություն եմ ձեր ազգանունը, չգիտեմ դրա մարզկանով չեմ դեմ։ Հանրապետականի համար փողոցային պայքար չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչ ի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Իմպիչմենտը ուղղված է մի մարդու դեմ, այդ մարդու անունը ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ ընդդիմությանը երբեք ուժվանում չեմ եղել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ հարց կտել։ Ես մեկ նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, տեսեք, ընդդիմադիր բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո, ըստ եղել են ինչ որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ, հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն Մամիջյան, դուք շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչ է պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Կետ առաջին վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։ Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանապողություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք, Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում, այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջին։ Երկրորդ հարցը վերաբերվում է պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, վթացելը լավ բառ չի, բայց էլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանցք, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պիտի լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստան։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին։ Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ պսակված, որից մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։ Ընդդիմությունը ինչով է փոխում իր աշխատելավոճը։ Լավ հիշեցրեցիք։ Ընդդիմության մյուս ֆրակցիայի ստորագրությունները ձեռք բերելը տևեց 3 կամ 4 թե 2 ամիս։ Հա, բայց տվեցին, չէ՞, բաց սկսեին։ Հա, բայց տվեցին, լավ, բարձր։ Մամիջանյան, տեսեք, վերլուծելով։ Հա, 3 ամիս հետո բայց տվեցին, ճիշտ է։ Ստորագրել էին, հետո ասեցիք չէ, Սկզբից նորից սկսենք, խնդրում եմ էլի։ Վերլուծելով զարգացումները։ Ստորագրել էին, դրա համար նորից ստորագրեցին։ Հնարավոր է, այսպես ասենք, հա, նաև ձեր մոտ կա այդպիսի տեսակետ, թե ոչ, նաև հանրության որոշակի շրջանում կա այսպիսի տպավորություն, որ այսօրվա ընդդիմությունը, ընդհանրապես ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ ընտրապայքարի մրցավազք է Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն աշխատելու, մի քանի մանդատ պոկելու։ Ձեր հարցին ամբողջական պատասխանը կլինի այն ժամանակ, երբ հանրապետականը վերջնական որոշում կայացնի ընտրությունների մասնակցելու հետ կապված, բայց նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ հանրապետականի բանաձևը հստակ ձևակերպել էր։ Մեզ այդքան էլ չի հետաքրքրում որևէ այլ նպատակ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել իշխանությունից, ինչ տարբերություն թե ով խորհրդարանում կլինի։
բոլորս պարտավոր ենք կպնել գործի եւ այնպես անել, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ եւ խաղաղ լինի։ Եթե դա հանկարծ ինչ որ պատճառների եւ կեղծիքների արդյունքում չհաջողվի, ոչ իմպիչմենտով, ոչ ընտրապայքարով, ինչ էականացես դալիճումով անստացնել։ Ունեք այնպիսի ընդդիմություն ունի մի այնպիսի օրակարգ, որը նախորդ օրակարգերից, այսինքն այնպիսի մի ծրագիր, որը նախորդ ծրագրերից կտարբերվի մի բանով, որով որ կնպաստի ավելի լայն մարդիկ դուրս գան, ավելի լայն զանգվածներ դուրս գան փողոց։ Հանրապետականի նախ մշակած իմպիչմենտը երբևէ եղած օրակարգերից տարբերվում է նրանով, որ A կետից մինչև B կետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կամ ներգործությունը զրոյական է։ Դա հնարավոր է իրագործել առանց կախված լինելու իր հրաժարականներից, արտահերթ հերթական ընտրություններից, ընտրությունները նորմալ անցկացնել թե կեղծելուց, ինքը այդտեղ զերո դերակատարում ունի։ Մեկ, երկրորդ, փողոց հանելու առումով, թե օրակարգի մակարդակով եւ թե տեխնիկական մակարդակով առկա են բազմաթիվ նոր լուծումներ, որոնք մենք ուրախ կլինենք ի նպաստ դնել, որոնք մենք նես չգիտեինք չէինք օգտագործել։ Սովորում ենք ընթացքում։ Պարոն Մամեջանյան, ինչ որ տեղից անելու, որ էս հարցը չտա։ Շատ կարճ է։ Ինչ որ տեղից քայլելով կգաք, վրաններ կդնեք, փողոցներ։ Կոնկրետ այդ հարցը ոչ ձեզ արժան ոչինչ։ Ֆորմատները կհրապարակվեն, կիմանաք։ Սարգսյան անձամբ դուրս գալու է փողոց։ Նախագահ Սարգսյանը չեմ կարող նույնիսկ թվարկել, թե քանի փողոցային ակցիաների է մասնակցել եւ ցույցերի հարցը ռելևանտ Ինչ չէ։ առաջին։ Պարոն Մամեջյան, քանի որ ձգձգվում է ձեր մասնակցությունը ընտրություններին հայտնելու այդ Չի հայտարարությունը։ ձգձգվում։ Չէ, դեռ չեք հայտնում, շատերը հայտնել են, դուք չեք հայտնել։ Հնարավոր է դուք գնահատել եք ձեր շանսերը, հասկացել եք, որ ապագա խորհրդարանում շանսերը քիչ են եւ հիմա իմպիչմենտը նորից վերարթնացրել է։ Գնահատել ենք մեր շանսերը եւ վստահ ենք, որ մեր ընտրություններին մասնակցելու պարագայում հավաքած տոկոսը անցողիկ է։ Եվ պարոն Մամեջանյան, կնեք մեկ հարցել, առաջին նախագահի առաջարկի շուրջ հանրապետականում քննարկում եղել է, թե չէ, նա առաջարկում էր բոլորին միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, նշելով, որ նա ինքնաբավ է եւ կարող է փրկել ազգը։ Իմ խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ այդ հայտարարությունը ես ավելի շատ ընկալել եմ որպես գնահատական, քան որևէ առաջարկ, որովհետեւ նախագահ